Ելենա Արշակյանի «Ուրիշ ընտանիքը» սերիալը կարծես իսկապես մոտենում է իր վերջնական ու ամենահուզիչ փուլին։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ սցենարիստները սկսել են փակել պատմության գլխավոր հանգույցները։ Այն գաղտնիքները, որոնք ամիսներ շարունակ պահում էին լարվածությունը, հիմա հերթով բացահայտվում են, իսկ հերոսները ստիպված են առերեսվել իրենց կյանքի ամենադժվար ճշմարտությունների հետ։ Նորոյին տեղեկացնում են, որ գտել են Բաբկենի փաստաթղթերն ու մեծ գումար, և սա ամենայն հավանականությամբ հենց այն գումարն է, որը գոյացել էր տան վաճառքից կամ գրավից։ Այդ պահը սերիալում դառնում է շատ կարևոր շրջադարձ, որովհետև առաջին անգամ Նորոն ստանում է իրական ապացույց, որ իրենց հետ կատարված ամեն ինչ պատահական չէր։ Բաբկենը ծրագրել էր ամեն քայլը, նա վերադարձել էր ոչ թե երեխաների կողքին լինելու, ոչ թե ընտանիքը վերականգնելու, այլ սեփական շահերի համար։ Նա բառացիորեն քանդեց իր երեխաների կյանքը, խլեց նրանց վերջին ապահովության զգացումը, տունը ու նույնիսկ մոր կյանքը, դարձավ իր գործողությունների զոհ։ Բայց ամենամեծ ինտրիգը հիմա այն է, որ Բաբկենը հնարավոր է այլևս ողջ չէ։ Սերիալը շատ նուրբ ձևով է մոտեցնում այդ գաղափարին։ Փաստաթղթերի ու գումարի հայտնվելը կարծես վերջին հետքն է նրանից, և եթե նա իսկապես մահացած է, ապա սա դառնում է շատ խորհրդանշական ավարտ նրա կերպարի համար։ Բաբկենն ամբողջ կյանքում փախել է պատասխանատվությունից, փախել ընտանիքից, փախել ճշմարտությունից, փախել իր արած սխալներից, բայց վերջում նույնիսկ նա չկարողացավ փախչել սեփական կյանքի կործանումից։ Հնարավոր է առաջիկա սերիաներում պարզվի, որ նա փորձել է հեռանալ երկրից, թաքնվել կամ փրկել իրեն, բայց ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։ Կամ գուցե նրա շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակներն են հանգեցրել ողբերգության, սակայն ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես կազդի այս ամենը Նորոյի վրա։ Որքան էլ Բաբկենը ցավ պատճառած լինի, նա միևնույն է Նորոյի հայրն էր, և եթե հաստատվի նրա մահը, Նորոյի ներսում սկսվելու է շատ ծանր պայքար զայրույթի, ցավի, ատելության ու որդիական զգացումների միջև։ Նա կհասկանա, որ ամբողջ կյանքում փորձել է արժանանալ մի մարդու սիրուն, ով իրականում երբեք հայր չի եղել, և դա ամենացավոտ գիտակցումներից մեկն է։ Միևնույն ժամանակ Մագդայի գիծը նույնպես մոտենում է իր հանգուցալուծմանը։ Մագդան արդեն գիտի ճշմարտությունը Լանայի մասին, գիտի, որ Լանան իր մայրն է, իսկ Արշակը ոչ թե եղբայրը, այլ հորեղբայրը։ Եվ որքան էլ դա կոտրել է նրան ներսից, արդեն զգացվում է, որ ժամանակի ընթացքում նա սկսելու է ընդունել այդ իրականությունը։ Սկզբում նրա համար ամեն ինչ թվում էր դավաճանություն, թվում էր, թե բոլորն իրեն խաբել են ու իր ամբողջ կյանքը կառուցված է եղել ստի վրա։ Բայց հիմա Մագդան աստիճանաբար սկսում է հասկանալ մեկ կարևոր բան՝ իրեն չեն խաբել ատելությունից, իրեն պաշտպանել են սխալ ձևով։ Արշակը որքան էլ սխալ գործած լինի, իսկապես սիրել է Մագդային որպես սեփական երեխա։ Նա փորձել է պահել ընտանիքը, պաշտպանել աղջկան անցյալի ցավից։ Պարզապես այդ պաշտպանությունը վերջում վերածվել է ստի, որը քանդեց բոլորի հարաբերությունները։ Լանայի համար էլ շատ ծանր ճանապարհ է, նա տարիներով ապրել է իր երեխայից հեռու, վախի ու մեղքի մեջ։ Եվ հիմա, երբ ճշմարտությունը բացահայտվել է, նա պետք է սովորի ոչ թե պարզապես լինել Մագդայի մայրը, այլ արժանանալ նրա վստահությանը։ Սերիալի ավարտը կարծես գնալով ավելի շատ դառնում է ներման մասին պատմություն։ Նորոն ու Էլիզն աստիճանաբար հասկանում են, որ տարիներով ապրել են ուրիշների սերմանած ատելության մեջ։ Մագդան փորձում է վերագտնել ինքն իրեն, Արշակը փորձում է ուղղել իր սխալները, իսկ Հասմիկը հավանաբար վերջապես հասկանում է, թե ինչ կարող է անել մարդու հետ կուրացած սերը։ Շատ հեռուստադիտողներ արդեն նկատում են, որ վերջին սերիաների տրամադրությունն ամբողջովին փոխվել է։ Եթե առաջ հիմնականում ինտրիգներ ու վտանգներ էին, հիմա ավելի շատ զգացմունքային բախումներ են։ Կերպարները կարծես հոգնել են պայքարից, նրանք այլևս չեն փորձում հաղթել իրար, նրանք պարզապես ուզում են խաղաղություն, և հենց սա է այն զգացողությունը, որը սովորաբար ունենում են ավարտվող սերիալները։ Հնարավոր է վերջում Նորոն ու Մագդան իսկապես ընտանիք կազմեն, հնարավոր է Ալինան բուժման հնարավորություն ստանա, հնարավոր է Արևը վերջապես մեծանա մի ընտանիքում, որտեղ այլևս գաղտնիքներ չեն լինի, բայց անկախ նրանից ավարտը լիովին երջանիկ կլինի թե ոչ, արդեն պարզ է մի բան՝
Ուրիշի ընտանիքը պատմում է մարդկանց մասին, ովքեր ամբողջ կյանքում փնտրում էին սեր, ընտանիք ու ընդունված լինելու զգացում, բայց հաճախ իրար ցավ պատճառելով։ Եվ գուցե հենց սա է սերիալի գլխավոր ասելիքը։ Երբ ճշմարտությունը տարիներով թաքցվում է, այն մի օր անպայման դուրս է գալիս ջրի երես, բայց եթե մարդիկ դեռ ունակ են ներելու, նույնիսկ ամենակոտրված ընտանիքը կարող է նորից սովորել ապրել։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում հեռուստասերիալի ավարտն արդարացնելու է հեռուստադիտողների սպասելիքները, թե ոչ, քանի որ արդեն հիմնական կերպարներից մեկը, ով պետք է ստանար իր արժանի պատիժը, կարծեք թե ստանում է։ Բաբկենն այլևս ողջ չէ։